Ճամփորդներ Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ։ Դիմացի սարը խանգարում էր։ Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, այն սարի ետևն ինչ կա։ Հարցրեց վերևից բակում պառկած Շանը։ Ես էլ չգիտեմ, պատասխանեց Քուչին։ Հապա մինչև երբ պետք է այսպես մնանք։ Արի գնանք մի տեսնենք, աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շուն էլ համաձայնեց։ Խոսքը մինարին ու փախան։ Գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին այնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ Աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին Աքլորը կանչեց. Մի աղվես լսեց Աքլորի ձայնը։ Վահ, սա որտեղից դուրս եկավ։ Այ լավ նախաճաշիկ, մտածեց աղվեսը ու վազեց։ Բարի լույս, Սանահեր Աքլոր, ինչ ես շինում ես կողմերը։ Գնում ենք աշխարհ տեսնելու, պատասխանեց Աքլորը։ Ինչ լավ բան եք մտածել, խոսեց աղվեսը։ Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ անգալի։ Ինչ լավ էր պատահեցինք։ Դե ցած արի որ չուշանանք։ Ես համաձայն եմ, ասավ Աքլորը։ Տես թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ գնանք։ Որտեղ է ընկերդ։ Այն թփի տակին։ Սրա ընկերն էլ երևի իր նման մի Աքլոր կլինի։ Էս էլ իմ ճաշը, մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ Շունը դուրս եկավ, աղվեսը պուկ փախավ։ Ոնց փախավ։ Կաց, աղվես ախպեր, մի վրազի, մենք էլ են գալի, այդպես ընկեր չի լինի։ Ծառի գլխից ձայն էր տալիս Աքլորը։